Փակ գաղտնի ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս ձևաչափով անցկացրեց կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ էլ հաստատեցին ընտրացուցակի առաջին 30 թեկնածուներին։ Համագումարը ըստ ազդարար կայքում հրապարակած հայտարարության պետք է սկսեր ապրիլի 8-ին ժամը 12-ին։ Թեև լրատվամիջոցների ներկայացուցիչները սպասում էին դրա վերաբերյալ այլ մանրամասների, սակայն կուսակցությունը համագումարը ոչ հրապարակային անցկացնելու որոշում ընդունեց։ Դրա մասին էլ Facebook-ում հայտնեց անկախ դիտորդ դաշինքի անդամը։ Ընդ որում այդ համագումարը տեղի ունեցավ ոչ այն ժամին, որ հրապարակվել էր ազդարար կայքով, իսկ ներսում հայտարարվեց, որ այն փակ համագումար է։ Այդուհանդերձ անկախ դիտորդ դաշինքի ընդլայնված երկարաժամկետ առաքելությանը հաջողացրել էր դիտարկել գաղտնի համագումարը, քանի որ մեզնից ոչինչ թաքցնել չի լինի։ Մենք բոլոր ուժերի համագումարներն էլ դիտարկում ենք։ Միայն չեմ հասկանում, թե որն է փակ համագումար անելու իմաստը։ Իրոք չեմ հասկանում։ Սամվել Կարապետյանը չի գլխավորել ցուցակը եւ վարչապետի տեխնացու չէ։ Լրագրողներին կանչեին դել, լրագրողները այդ հարցը հնչեցնելու են, տեսախցիկների առջև եւ պարոն Կարապետյանը մեղմ ասած այնքան էլ լավ վիճակում չէր հայտնվել այդ համագումարի ընթացքում եւ նրա թիմակիցները նույնպես դրա համար գաղտնի են անցկացրել, որպեսզի այդ հարցերը չհնչեն, գոնե հրապարակային եւ բաց։ Ռուսաստանցի գործարարի ընտրացուցակը գլխավորում է նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Չնայած Ուժեղ Հայաստանի անդամները եւ հենց ինքը Նարեկ Կարապետյանը պարբերաբար պնդում էին, որ իրենց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Մեր ուժը ձայնը տալու է Սամվել Կարապետյանին։ Մեր վարչապետի տեխնացուն քննարկման ենթակա չի։ Մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Ստացվում է այսքան ժամանակ մարդկանց խաբել են։ Նոր բան չկա նաև Կարապետյանի ուժի նախընտրական ցուցակում, որտեղ դիրքավորված անձինք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող մարդիկ են, նկատում է Ստեփանյանը։ Ցուցակում երկրորդ համարը Արամ Վարդևանյանն օրինակ Հայաստան դաշինքի նախկին անդամ է, Ազգային ժողովի համանուն խմբակցության նախկին падգամավոր։ 2019-ից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն էր, 2029-ին էլ եղել է Քոչարյանին ազատ արձակելու գրավի միջնորդության հեղինակը։ Գումարն այդ ժամանակ տրամադրել էին մի քանի խոշոր գործարար, հատկանշական է, որ նրանց թվում Սամվել Կարապետյանն էլ կար։ Այժմ Վարդևանյանը նաև Կարապետյանի փաստաբանն է։ Ցուցակում տեղ է գտել 2021-ին Հայաստան դաշինքին աջակցող Գորիսի արդեն նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ Որևէ զարմանալի բան չկա, անունները կարևոր չեն։ Կարևորը դիրքավորումն է։ Այդ բոլոր ուժերը հանրապետականը, Քոչարյանի ուժը, Սամվել Կարապետյանի ուժը պրոռուսական ուժեր են եւ նրանց մոտ մեկ ընդհանուր ուղղություն է, այն էլ իշխանափոխություն կամ այսպես թե այնպես ձևով, կերպով հայտնվել խորհրդարանում որպես ընդդիմություն։ Դրա համար տարբերություն չկա իրենք որ ցուցակով են գնում։ Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ ընտրություններին անմիջական չեն մասնակցելու։ Այդ պատճառով էլ Ստեփանյանը պատահական չի համարում, որ հիմա Սամվել Կարապետյանի ուժի ցուցակում 7-րդ համարը ՀՀԿ-ական նույն կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության նախագահ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։ 13-րդը Սերժ Սարգսյանի օրոք Վայոց ձորի մարզպետ Լեհաստանում Հայաստանի դեսպան եղած Էդգար Ղազարյանն է։ Ցուցակում են նաև Գյումրու փոխքաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը, Ալավերդու նախկին քաղաքապետ Ռուբեն Վարդանյանի աջակից Արգադիթ Համազյանը։ Առաջին մոտիվատորը այդ մարդկանց համար սեփական շահն է, փողն է, սեփական ամբիցիաներն են։ Նրանք փորձում են դառնալ խորհրդարանի անդամ, ստանալ մանդատ падգամավորական, իսկ եթե ստացվի ինչու ոչ նաև անեն իշխանափոխություն, եթե այնպես բախտ վիճակվի, որ նրանք բոլորը միանան եւ կարողանան իշխանափոխություն, ինչու ոչ նաև կարող են դրան ձգտել։ Բայց առաջնահերթությունները, ինչպես ես ներկայացրեցի, այդ կարգով է գնում իրենց համար։ Քաղաքագետն այս ցուցակից նորից նույն եզրակացությունն է անում, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում են թե կառավարող ուժից, թե քաղաքասարակությունից։ Նախկինները միավորվում են, կապ չունի ում ես ընտրելու, ձայնդ մեկ ուժի է հասնելու։ Իսկ նրանց վարչապետի տեխնացուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Հետևաբար ընտրությունը հետևյալն է։ Կարևոր չէ դու ընտրում ես Ուժեղ Հայաստանին կամ հանրապետականը ինչով է գնում, չգիտեմ, Թաթոյանին, կարևոր չի դա։ Դու ընտրում ես պրոռուսական ուժերին, սա է։ Ռոբերտ Քոչարյանը ամենաընդունելին է, որովհետև ինքը ժամանակով փորձված, թրծված, լավ գործարքներ է ունեցել իրենց հետ։ Ժամանակին 99 թվականին իշխանությունն է ստացել ամբողջական։ Ինչու ոչ, ինքը ամենափորձված եւ նախընտրելի Պուտինի համար։ Քիմիա իրենց մեջ Պուտինի եւ Քոչարյանի, բայց եթե ոչ, եթե չստացվի, ինչու ոչ թող Իվանիշվիլիի սցենարը լինի եւ մեր երկիրը փաստացի ղեկավարի ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը։ Իրենց համար դա է տարբերակ, որովհետեւ դրանից որևէ բան չի փոփոխվելու որակապես։ Երկուսն է սպասարկելու Ռուսաստանի շահը, դա ինձ համար ակնհայտ է։ Իսկ դա ամենագլխավորն է Պուտինի համար։
Բայց արդյոք ընտրություններին Հայաստան դաշինքով մասնակցող Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի դաշինքների համար անհրաժեշտ 8% հավաքել։ Ստեփանյանը կասկածներ ունի, բայց այլ սցենարներ չի բացառում։ Գուցե մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրացուցակների հաստատումը նրանք հայտարարեն Սամվել Կարապետյանին միանալու մասին։ Ես դա չեմ բացառում։ Եվ Քոչարյանի շուրջ կարող են միանալ, եւ այլ տեխնացուի շուրջ կարող են միանալ։ Դե գիտեք, Նարեկ Կարապետյանը մեղմ ասած այն տեխնացուն չէ։ Չնայած բոլորը հասկանում են, հա, որ այստեղ մենք ինչի ենք միշտ ասում Իվանիշվիլի, հա, Իվանիշվիլի սցենարը վրացական, որովհետև այնտեղ էլ Իվանիշվիլին ոչ մեկա, չէ։ Ընդհանրապես վրացական երազանքի պատվավոր նախագահը։ Բայց բոլորը տեսնում են, որ այդ երկիրը ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլին։ Հետևաբար իրենք կարող են այդ սցենարը խաղարկել, որ ցուցակում լինելու են այլ մարդիկ, Նարեկ Կարապետյանն է լինելու, բայց բոլորը գիտեն, որ այդ կուսակցությունը Սամվել Կարապետյանի կուսակցությունն է, որի ետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը, որը ունի միլիարդներ։ Հայաստան դաշինքը եւս հրապարակել է իր ընտրական ցուցակը, որը մեծ փոփոխություն չի կրել։ Այն գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, հաջորդում են Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինա Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեգամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը։ Քոչարյանի որդին 10-րդն է։ Այս անգամ ցուցակում չկան Սերյան Օհանյանն ու Արմեն Ռուստամյանը։ Քաղաքագետը չի բացառում, որ երկու ուժերի ցուցակներում կարող են փոփոխություններ լինել։ Տեղ գտնեն նախկիների հետ փոխկապակցված անձանց նորանուններ։ Ռուսաստանցի գործարարի ուժն օրինակ հայտարարել է, որ ընտրական ամբողջ ցուցակը կհրապարակի ապրիլի 11-ին ժամը 17-ին։ Մերի Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։